Դե ինչ վերադարձանք եւ մոտեցել ենք մեր հաղորդման, ինչպես վստահաբար գիտեք, ամենասիրելի։ Ուր էքսպրեսիան, ես նայում եմ քո դեմքին, ուզում եմ հասկանամ ինչն է փոխվել այսօր, Դավիթ։ Ուզում ես ավելի այսպես ոգևորված։ Սովորաբար դու ավելի ոգևորված ես լինում այս պահին։ Եվ ինձ հաճախ ասում են, որ ես չափից դուրս ոգևորված եմ, դրա համար ես փորձում եմ նաեւ այսպես ավելի, գիտես, ավելի պրոֆեսիոնալ, ավելի առավոտյան այսպես տրամադրությամբ, ոչ շատ աղմկոտ ամեն դեպքում, բայց շատ լավ։ Իհարկե ամեն ինչ այսպես խառնվել է իրար, բոլոր համային զգայարանները այսպես ուղղակի հիմա ճճում եւ բղավում են, ինչու որովհետեւ սկզբից լավ էի սկսել։ Դե արդեն սկսել եմ, պիտի ավարտեմ Անիկը ներես, որովհետեւ մենք հիմա շատ արագ տեղափոխվում ենք մեր խոհանոցային հատված, որտեղ մեր շատ սիրելի գործընկեր Անուշը այսօր մենակ չէ։ Արտուր Սահակյանն է եկել, նրան միացել, բարև ձեզ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, այո, այսօր մեզ մոտ շեֆ խոհարար, բրենդ խոհարար Արտուր Սահակյանն է եւ պատրաստել է շատ համեղ, հետաքրքիր աղցան, հիմա ներկայացնես Արտուր, թե ինչ է մեզ անհրաժեշտ։ Մենք պատրաստենք այսօր թունայով եւ միքս աղցանով, բանջարեղենով աղցան։ Սկսենք։ Այո, սկսենք Բանջարեղենը կտրտը։ Լոլիկը ես արդեն սկսեմ մեր կիտրոնի կեղևը թունայի համար արածնել։ Մենք սրանով համերում ենք մեր թունա։ Հիմա պետք է թունաձուկը համեմենք եւ բանջարեղենը կտրենք ու ավելացնենք վրան։ Այո, եւ թանձրուկ ենք մենք պատրաստելու։ Կիտրոնով եւ նարինջով եւ զեյթունի ձեթով։ Հիմա քերուկին ավելացնում ենք օրեգանո։ Սա պահածոացված թունա է։ Արդեն պատրաստի մենք ոչ տապակելու ենք, ոչ խաշելու, արդեն սա պատրաստ է։ Ընդհանրապես մենք մի փոքր ավելացնում ենք համը, որ ավելի սուր եւ հետաքրքիր լինի։ Բայց ասեմ, որ շատ հետաքրքիր բույր է այստեղ տարածվում, որովհետեւ ես արդեն պատկերացնում եմ այդ համադրությունը, այո, շատ հետաքրքիր է։ Կիտրոնի այնքան հետաքրքիր բույր տվեց, որ վստահ համեղ է լինելու։ Ինձ համար բավականին հետաքրքիր է բաղադրատոմսը, որովհետև ես ինքս էլ հենց պահածոյացված թունայով աղցանի բաղադրատոմսն եմ, որը որ բավականին հեշտ է եւ առհասարակ պահածոյացված մթերքներով աղցանները բավականին արագ եւ հեշտ են ստացվում։ Բայց ահա այս բաղադրիչները ինձ համար ամբողջապես նոր են։ Իսկ ինչպես ես դու պատրաստում թունաձուկը։ Զեյթունով, սամիթով, հալած պանջի քերուկով, կիտրոն։ Այս շեֆ խոհարարից հարցնենք։ Հալած պանջի քերուկը ինչ է։ Լավ համադրություն է դա։ Հալած այլ հալվող պանջի քերուկով։ Ես նաև օգտագործում եմ կանաչ սոխով, մայոնեզով, բայց մայոնեզը անպայման իմ սարքածով։ Ինքը ավելի շատ օգտագործում ենք սենդվիչների համար, շատ հետաքրքիր է լինում եւ հյութելի։ Արդեն հացը տապակում ենք եւ այդտենց արդեն պատրաստի վիճակում։ Հացի վրա Այո, ես եւս հացի վրա եմ վերջում հավաքում, բրուսկետան են ստացվում։ Հետաքրքիր է։ Մի անգամ պատրաստ ենք անի։ Ես ուզում եմ մոտ ապագայում ցանկալի է։ Դու հայտնվես խոհանոցում ներկայացնես այդ բաղադրատոմսը։ Սիրով։ Բայց մինչ այդ տեսնենք թե Արտուրը ինչ տարբերակ է այսօր մեզ առաջարկում։ Այսօր աղցանի տարբերակ է լինելու։ Հիմա մենք արդեն թանձրուկի համար կպատրաստենք մեր կիտրոնի հյութը եւ նարինջի, որը մենք հարելու ենք։ Այո, մենք հարելու ենք զեյթունի ձեթով, որը ավելացնելու ենք մի փոքր աղ եւ շաքարավազ, համ թթվային է լինելու, համ քաղցր, շատ քիչ։ Բավական է, ես մեր հարիչը վերցնեմ։ Հարելու ենք ձիթայուղով։ Այո։ Ես այդ ընթացքում հիմա բողկը այսպես կշերտատեմ։ Ճիշտ է Արտուր ամեն ինչ։ Ահա։ Դա մեզ հարկավոր է, որ մենք աղցանին ավելացնենք, որ ավելի սոշնի, հա, հյութեղ լինի, ավելի հյութեղ կլինի եւ վարունգն ենք մենք ավելացնելու։ Բայց պետք է այսպես բարակ շերտերով տրատել։ Իսկ ձիթայուղը պարզվում է բավականին շատ է պետք ավելացնել։ Այո, որովհետեւ մեր գերակշռող մասը լինելու է ձիթայուղը։ Դե այս ամբողջ բանջարեղենի եւ միքս կանաչի հետ շատ չի լինի, հավատացեք։ Այդքան կարճ։ Չէ, ավելացնում ենք։
Շաքարավազ։ Ահա, շաքարավազ, իսկ որքան։ 2 պտղունց։ Ահա։ Եվ մի փոքր աղ։ Քանի որ մենք աղցանի մեջ չենք օգտագործում աղ, մենք արդեն մեր թանձրուկի մեջ ենք։ Ես խոհարարության մեջ իհարկե շատ եմ սիրում այդ պտղունցի չափման միավորը։ Երբեք չես կարող հասկանալ։ Բոլորը այսպես զգայարաններով պիտի ընկալես, չէ՞։ Այո, այսքանը բավական է։ Քանի որ մեր զգայարանները մեր մատերի վրա է, ամեն մեկը զգում է այդ պտղունցի չափը, որովհետև նայելով բաղադրիչներին ինչ ենք օգտագործելու, ըստ դրա արդեն պտղունցը հասկանում ենք ինչքան մեծ վերցնենք, թե չէ։ Մեր թանձրուկը պատրաստ է։ Գույնը փոխվեց թանձրուկի հարելուց։ Այո, բլենդերից հետո հարիչով որ արեցինք, դա փոխվեց։ Կուզես Անուշ ջան, ես արդեն կարող եմ վարունգ անել։ Ահա։ Պատրաստեցինք թանձրուկը։ Վարունգը դարձյալ շերտատում եք, ոչ թե կտրատում։ Նայեք, մենք քանի որ մենք ուզում ենք ավելի հյութեղ լինի, թարմեցնող լինի, մենք հենց այսպես կօգտագործենք, բայց ռեստորաններում շատ տեղերում, եթե տեսքի համար է, որ ուզում են փաթաթեն, գեղեցիկ, մի փոքր աղ ենք անում, ավելի ճկուն է ստացվում, ավելի հետաքրքիր տեսքով։ Ամեն անգամ մի մանրուք սովորում ենք հարաբես խոհարարներից, այո։ Ես չգիտեի օրինակ, որ ավելի ճկուն է ստացվում, երբ վարունգի վրա գտալ։ Հիմա մենք լոլիկ չերին տեղադրում ենք կենտրոնում։ Այո։ Ամենակարևորը, որ շատ արագ է պատրաստվում եւ թե ընթրիքին, թե ճաշի ժամին կարելի է արագ պատրաստել սամվել։ Չերի լոլիկը պարզապես կտրատված է, թե համեմատել է։ Պրոստը կտրատված է։ Լոլիկները թաքցրեցիք։ Այո։ Աղցանը մենք պետք է վերջում դե համտեսելուց առաջ խառնում ենք եւ նոր արդեն համտեսում ենք։ Հիմա մենք վարունգները ու կարող ես բողկերը խառնում։ Ուղղակի այսպես այո խառը դնենք, այսինքն շերտ դասավորում ենք։ Գեղեցիկ է ստացվում, ընդհանրապես յուրաքանչյուր այսպիսի բաղադրատոմս մեկ այլ մարդ կարող է բոլորովին այլ մատուցման ձևով, բոլորովին այլ ուտեստ կարծես թե, չէ՞ մատուցի։ Սա առաջին անգամ եմ պատրաստում, քանի որ ասենք փորձենք ինչ-որ մի նոր բան։ Եթե սա արդեն այսպես խառնված լիներ, լրիվ այլ։ Այո, սա առաջին անգամ պատրաստում ենք։ Ինչ դուր է գալիս, երբ շեֆ խոհարարները գալիս են մեր խոհանոցային հատված տաղավարի եւ առաջին անգամ նոր բաղադրատոմս են առաջարկում։ Սա հատուկ մեզ համար, առավոտ լուսո ծրագրի համար եւ մեր հեռուստադիտողների համար է Արտուրը հորինել, որովհետեւ թունաձուկ ընդհանրապես ձուկ շատ պետք է օգտագործել, իսկ թունան հարմար տարբերակ է գոնե արագ պատրաստելու համար։ Թունան եւս մեկ անգամ կհիշեցնես ինչպես էիր համեմել։ Օրեգանո եւ կիտրոնի կեղև։ Հիմա մենք թանձրուկի համար մի հատ գտալ։ Եվ վերջում մի քանի հատ շատ քիչ աղի պիստակ։ Կարելի է այլ ընկուզեղեն օգտագործել, ով ինչ կցանկանա, ընդհանրապես շատ կարևոր է, չէ՞ որ ընկույզ օգտագործվի աղցանների մեջ։ Ինչու բոված ընկույզ։ Շատ հաճախ բովում են խոհարարները։ Ավելի համը ավելի բացվում է տապակելուց իրան, որովհետև յուղային մասը դուրս է գալի եւ ավելի բույրը եւ համը ավելի պարզ է լինում, ավելի համով է ստացվում։ Այստեղ մենք պիստակ օգտագործեցինք, բայց կարող ենք յուրաքանչյուր տեսակի ընկուզեղեն օգտագործել, չէ՞։ Անպայման։ Դդմի կոտ կարող եք օգտագործել, արևածաղկի կոտ կարող եք օգտագործել։ Եվ վերջ։ Շատ արագ, այո, հեշտ, արագ պատրաստվող մեր աղցանը։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողներին ինչպես պատրաստեցինք Արտուր։ Այո, թունան լիմոնի կեղևով համեմեցինք եւ օրեգանոյով, թանձրուկի համար պատրաստեցինք
կիտրոնի հյութը, նարինջի հյութը եւ ձիթապտղի ձեթը, ավելացնելով մի փոքր աղ, պղպեղ, նարինջի միջուկը հանեցինք առանց թաղանթների, դու արդեն արեցիր լոլիկը, չերին կտրատեցինք, վարունգը, հողկը, եւ շերշեր դասավորեցինք, վերջում ավելացրեցինք պիստակը մեր կտրատած։ Շնորհակալություն Արտուր, վստահ եմ մեր հեռուստադիտողները կօգտագործեն այս բաղադրատոմսը։ Մենք էլ ասենք անուշ լինի։ Անուշ լինի մեր հեռուստադիտողներին եւ շուտով նաեւ մեզ, իսկ մենք այսքան հետաքրքիր բաղադրատոմսը փորձելուց առաջ ձեզ առաջարկում ենք դիտել տեսանյութ ցիտրուսային մի մրգի մասին։ Դուք հիշես հիմա անվանումը։ Միյաձակի։ Միկան է կոչվում, այսպես շատ հեռահար գուցե հիշեցնում է հայտնի փոփ երգչի անունը, բայց հարկը նրա հետ որևէ առնչություն չունի, բայց ցիտրուսային միրգ է, որը Ճապոնիայում է շատ տարածված եւ դարձել է իրենց այսպես ձմեռային խորհրդանիշներից մեկը։ Բայց պատահական չասացի Միյաձակի։ Դու պատահական չէ, դու ոչինչ պատահական չես ասում։ Բայց ես կարծում եմ պետք է դիտենք տեսանյութը, որ հասկանանք ինչ։ Գնացինք։ Գնացինք։